Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր հերթական վլոգը։ Ինչպես եք սիրելիներ ջան, այս անգամ նայեք երեկոյան, եթե կհիշեք հունիսի սկզբին լավ հավեսով ուղիղ եթեր ունեցանք, մինչև լուսաբաց նստեցինք, քանի որ ցերեկը աշխատում եմ, ամբողջ ցերեկը գիշերը մտա եթեր և իմ շատ սիրելի հետևորդներս մինչև լուսաբաց հետս զրուցում էին, ինչի համար շատ շնորհակալ եմ, սրտիկներ ջան, սիրելիներ ջան, և ահա լիալուսին, այստեղ շուտ է լուսանում, Մոսկվայում լույսը բացվել էր, ժամը 3:30 էր, ավարտեցինք կարծեմ մեր եթերը, լույսը բացվեց, այսպիսի գեղեցիկ լուսաբաց ունեցանք, մի կողմից լուսինն է բացվել, մյուս կողմից արև, լուսինը արդեն գնում է, մայր է մտնում կարելի ասել, և արևն է դուրս գալիս մյուս կողմից, տեսեք թեքում եմ հեռախոսը, մյուս կողմից արևածագն է երևում, և շատ հրաշալի տեսարանով, այսպես հայաթի գեղեցիկ ծաղիկներով ու իմ շատ սիրելի Փիսիկի հետ միասին ձեզ բոլորիդ այստեղ ասում ենք բարի լույս, բարի առավոտ, բարի խաղաղ լավ օր սիրելիներս, Աստծո որ նված լինի բոլորիդ օրը, բոլորիս օրը, առողջությունը, կյանքը, ընտանիքը։ Սկսենք նոր օր, սկսենք նոր վլոգ, սկսենք խաղաղ, համերաշխ, ընտանեկան զրույց, տեսանյութ և ասեմ բոլորիդ իրոք բարի գալուստ։ Շնորհակալ եմ, որ դուք իմ հետ եք, իմ յութուբյան ընտանիքը օր-օրի ընդլայնվում է, ինչի համար ես ձեզանից մի անգամ ևս շնորհակալ եմ սիրելիներս, և սիրամորդочкային, այս красоткայի красавица։ Մի խոսքով սիրելիներս, ես ու Փիսոս ձեզ ասում ենք բարի լույս։ Մենք ձեզ շատ ենք սիրում, մենք ընդհանրապես բոլորին էլ շատ ենք սիրում, ես չեմ կարող մարդկանց, ջղայնանում եմ մարդկանց վրա, բայց երկար ես չեմ կարող նեղացած մնամ, չեմ ատում մարդկանց, չգիտեմ, չի ստացվում ատել։ Մի որոշ ժամանակ է անցնում, մոռանում եմ բոլոր արված վատ երևույթները իմ հանդեպ և չեմ կարողանում ատել մարդկանց, ես չգիտեմ ոնց է այդ որ տենց է ստացվում։ Որ ինչ լավ եղանակա չեք պատկերացնի, նենց հավես է, գնում եմ գործի հլա այս տնակին ծիտիկներին կերակրելու համարը։ Մեր հայաթի բուսականությունը լավ կանաչ է այսօր, հլը նայեք ինչ սիրուն է, սա տեր արդեն ծաղկել են։ Թե ես ինչ են չգիտեմ, բուջուրիկ ծաղիկները հլը նայեք ինչ սիրուն են իրանք։ Խոստացել է, որ ձեզ ծաղիկ չեմ ցույց տալու, բայց ոնց չցույց տամ։ Տեսեք, այդենց էս ստեղի թփերը մեր այն մյուս բանի թփերից կարճ են, տենում եք, այնտեղ միգուցե ոնց որ արդեն ծառ դարձած լինի, ստե թփեր են։ Եղանակը լավն է, ամպերը ճիշտ է մի քիչ կա, բայց օդը հենց տաք, լավ հավեսի։ Ես էլ գործից ուշանում եմ ինչպես միշտ փոխանակ գործի գնամ, ծաղիկ եմ նկարում վրաս։ Այս կոմի պիոնները տեսեք նոր են կոկոն տվել, իսկ այն մի երեսի պիոնները ծաղկել են արդեն, այս տարի թարս է, միշտ ստեղն է շուտ ծաղկում, տատոն դեռ ամաշկեկ կա արդեն, նայեք։ Գիտեք, այս ծաղիկների բանով եմ պատկերացնում, թե տարվա որ եղանակն է ուղղակի, սիրունություն է։ Նորս ամբողջ օր գլուխներս խոթած գործերի մեջ գործ ենք կամ աշխատում ենք։ Այն օր մազերս սիրուն սարքել է, օй, ավտոս ինչ եղա, հա, հեսա ավտոս, վայ։ Ավտոս կտա, ուրախացա, իննա համարները կարդամ, այն մուսեց ու չլնի, ասում ավտոն լվացավ, հասավ համարներին, տեսավ իրանը չի, շատ նեղվեցի մի իննա, առաջ համարները նայեմ նոր նստեմ, ժողովուրդ ջան։ Մի անգամ ևս ուզում եմ բարի լույս ասեմ, արդեն ավտոյի մեջից, մի քիչ դզմզեմ, այսքանի օր երեխուս մեքենան կանգնացրած է սարքել տան, չգիտեմ ինչ որ թերություն ուներ մեջը, դե որ ես էլ գործ եմ եղել մեքենան պետք չէր ավտոն վերցրել է, ես այսօր էլ կարայի թողեի իրան, բայց դե ինքն է բերել կանգնացրել, տոշն իր ռազմերներով, ասախ սիձենյա, միձենյա, սախ սիձելիկները, ես շատ իմանամ, բակավոյ զերկալան, հետևի զերկալան, ես պերեդնի զերկալան, սախ փոխածա իրան բոյին համապատասխան, եռնեմ ես նրա բոյին։ Մի դզմզեմ, մինչև ավտոն 2 վայրկյան տաքանա խոդանենք, չնայած եղանակը լավն է, որ շատ չտաքացնենք էլ կեղնի։
Դե ոչինչ կատակ եմ անում մի քիչ ձեզ աշխուժացնեմ, ես տրամադրությունը շատ լավն է, երեք գիշերը ուժեղ եթեր են կարել ժողովուրդ ջան, պատկերացրեք ենքան ոգևորված էի, ձեր էներգիան ենքան ուժեղեր են, որ ասում ես էլ էի շատ սենց լիցքերս, տեղներ, չգիտեմ, դրական էներգիայով լի էի, գործից եկա հավեսով զրուցեցինք, պատկերացրեք, որ ձեզ հետ լուսացրել եմ, եղուններս գնամ այսօր էլա գոնե սարքել տամ ուժուսա առավոտը լուսացել էր ժամը 3:30 էր արդեն որ պարկես տեստե ժամը 3-ից լուսանում է հատե լուսաբաց եմ նկարել ձեր համար շորտ կտեղադրեմ եթե այս վլոգը նրանից առաջ ու հետո նայեք չգիտեմ հիշեք որ դրա մասին է այսօր ամսի 3-ն է հունիսի 3-ը հունիս ամիսը համարում ենք բացված թե քանի վլոգ կհասցնեմ նկարեմ տեղադրեմ չգիտեմ բայց հիշեք որ ես ձեզ շատ սիրում եմ ինչպես միշտ գնացի ժողովուրդ ջան գնամ գործերս անեմ հետո մի քիչ բանկի գործեր ունեմ ես մի շաբաթ ապետի բանկ մտնեմ չեմ հասցնում թե գոնե էջիս պարոլը բացել տամ բանկային հաշիվները սաղ փակված է լավ մնացեք գնամ գործերս անեմ իրիկուն միգուցե հասցնենք նորից շփվենք Սա էլ մեր հայաթի հասմիկ ծաղիկներն են արդեն ծաղկել են անուշաբույր, անուշահոտ, չգիտեմ այսպես խելքդ գնում է ծաղիկների հոտից արդեն սրա սեզոնն էլ եկավ անցավ դե ինձ սիրելիներս ես արդեն տուն եմ հասել Սա դες ինչն է էլի խանգարել որ սենց անդել եք տիպը ռեմոնտ եք անում պրոբկեն էլ պրոբկի հետևից կանգնած մնացել են կանգնած Ուրդ ջան ուզում եմ այսօրվա արևով կիսվեմ նայեք ինչ ընտիր եղանակ հատուկ եմ այս կողմից նկարում որ ստվերից երևա ընտիր եղանակ ինչպես միշտ գործի եմ եկել հետո էլ գնում եմ հեսատուն որ մեկ էլ վազեմ մյուս գործին բայց ոնց խոստացել էի կներեք որ խոստումս չեմ պահում տեսեք ինչ սիրուն ծաղիկներ եմ գտել պուճուրիկ սենց այն Ռոզովի գույնը որ կա են, որ ասում են գույնը, են ինչ է կոչվում ու կհիշացնի, չգիտեմ, մոռացանում էսա կասեմ, բայց շատ սիրուն ծաղիկներ են, նայեք, ահա, ուսը են շարքով շարած ան ինչև էր, վրանցի ուշանում են, եղանակները մեր մոտ կամ անձրև, կամ էլ շատ ընտիր եղանակը, նայեք ինչ արտակարգ եղանակը, արև արդեն ամառա, Մի անգամից շոքում է վառում է, չի հասցնում անձրևը չորանա, մինչ արդեն մի անգամից վառում է։ Գնամ մեքենան շատ հեռու եմ կամ պրծվել եմ աշխատանքի վայրից։ Գնամ մեքենաս վերցնեմ, գնամ մյուս աշխատանքին եմ գնալու։ Տեսնենք, օրը ոնց կընթանա վլոգս։ Այսօր նոր մայիսի 28-ի վլոգը դեռ մոնտաժ եմ անում, էլի չհասցրեցի մոնտաժ եմ տեղադրեմ։ Չեմ հասցնում վազքի մեջ եմ երկու գործը վերցրել եմ որ ասմաղզս արդեն մի քիչ ժամերս կչացրել եմ գոնե, բայց միևնույնն է շատ հոգնեցնող է վազքի մեջ տան գործը հետը հացա ջուրա ճաշ ալվածքա էսա ենա դե պատկերացրեք ու բորկեն էլ չեմ ասում Փիսոն էլ մի կողմից հասախ տունը կեղտոտացնում որ տանը չենք լինում մի խոսքով էլի հոգնեցնող բայց դե վազքի մեջ եմ Մի քիչ տեսնեմ գործերս կարգավորվի, մի քիչ դες կմիանամ շուշուտ կզրուցենք Ես եմ գեղեցկու հուզ գտա Միշտ սիրուն հագվում եմ, բայց այս կալոշներով եմ տնից դուրս գալիս Այս բաները, այս ինչա կրոքսները մոդա է Մոդան որն անցյալ տարի էր մոդա Են հենց ընտիր եղանակ, ամենակ տենակ, հետա տենում եք, տեսեք Ավտոյի մեջը էփոցա, եկա բացեցի, մի կողմանի Շունչս կտրվում է խայտ առակ շոքա Տանը չեմ թե ալիսային հարցնեմ ասեմ ալիսա ինչքան է պագոդան Ես էլ են մեր շենքերն են հայկական խանութի շենքն են էլ են ինչ հակոշ պեկարնիայի շենքն այն օրը որ նկարել էի մեր սալոնի դիմացն են հենց դիմաց ուղղակի փողոց պետք է անցնել մյուս կողմը բայց քանի որ հիմա ժամանակ չունեմ թութ կուզեի էլի առնեի բայց ոչինչ միգուցե վաղը կամ հասցնեմ կառնեմ Հույս ունեմ շաբաթ օրը հասոյիս կտենամ, տուն կգա, գործը մորձը որ պրծնի ինտեղ երկ, նենց եմ կարոտում երեխուս ու շուշա տուն գալիս, արդեն մեծացել են որ ասմա չենք տենում իրար, մի անգամ եվս, ողջույն իմ սիրունիկներ ջան, շոկ, կրակ, ամար, մի քիչ ավտանխոդ արեցի, 2 վայրկյան մնա գնում ենք, մազերս երկար է լավ, վզիս նստած, խեղտոտ, շոկ, գլուխս լվանում եմ Հավաքում եմ ու դուրս գալիս
Գոնե մազերս մաքուր է, գոնե չոլկես սիրունա։ Գնում եմ տուն եմ գնում այստեղ էր կոթ հաճախորդ ունեի, այսօր ոչ մեկ չեկան ջղայնացա, նեղացա, բայց ինչ արած արդեն անցել գնացել է։ Այտենց գնացինք, շարժվենք, ընթացք ցույց կտամ օրվա, այսօր մինչև ժամը 10 աշխատելու եմ, մյուս երկրորդ աշխատանքն եմ գնում։ Շատ եմ կարոտում իմ վլոգներին, ինքս ինձ եմ կարոտում եմ, որ ասում եմ, շատ եմ կարոտում ամեն ինչին, մեր շփումներին, մեր ուղիղ Դաժե այսպես մեքենա վարելուն եմ կարոտում, որովհետև որ գնում եմ այն մյուս աշխատանքին, էլ դուրս չեմ գալիս, այնտեղ ժամով է, հա ոնց որ ասած ժամով, մտար ժամով աշխատեցիր, էլ դուրս չես գալիս, հեռախոսը չի կարելի վերցնել, վերցնում ես նկարահանումներ չի կարելի, միայն յուրաքանչյուր ասենք 3 ժամը 1:30 րոպե ինձ տալիս է 6 ժամ եմ աշխատում, ընդհանրապես 7 ժամ ա գրած։ Յուրաքանչյուր 3 ժամը 1 տալիս են 30 րոպե անոց մի հատ ընդմիջում, ավելի ճիշտ մի հատ 30 րոպե է, մի հատ 15 րոպե, չունեմ երկու հատ 30 րոպե։ Առաջ որ 9 ժամ էի աշխատում, փաստորեն ստացվում է 10 ժամ լինում ես այնտեղ, այդ մի ժամը չի վճարվում, որովհետև 30 րոպե ու 15 րոպեով քեզ ընդմիջումներ են տալիս, որ հանգստանաս, գաս նստես, գաս գործը շարունակես։ Իսկ հիմա դարձրել եմ 6 ժամ, 6 աշխատանքային ժամ, փաստորեն 7 ժամ լինում եմ այնտեղ։ 30 րոպեն ու այդ 15 րոպեն, պլյուս մինուս մինչև հագնվում ես, փոխվում ես, այնտեղի շորերը հագնում ես, բան այտենց գալիս է ժամանակը դառնում է բավականին շատ։ Այդպես խառնվածքի ռեժիմով աշխատում եմ, դրա համար չեմ կարողամ ցերեկները հեռախոսս վերցնեմ, մյուս աշխատանքի տեղը հեռախոսով չեմ կարող հեռախոսից օգտվեմ։ Տեղն էլ այնպիսին է, այս վերջերս էլ Զաթի Մոսկվայում ու այս Նեկրասովկան որ գալիս եմ Միչայլոց այստեղ շատ ուժեղ մագնիսական դաշտ է, ինչա չգիտեմ, ես դաժե երբեմն ավտոիսպորտը չի աշխատում, քանի անգամ դաժե տեսանյութերից մեջ եմ ձեզ հետ միասին ուզել եմ մեքենայի դուռը բացեմ, չի բացվել, որ մտնեմ, տեսել եք, նկատել եք։ Ես չգիտեի, որովհետև մտածում էի կարող է պուլտիս էլեմենտներն անստել, ավտոն չի աշխատում, ինչ ասես մտածում էի, որ ասում է դեպի քեզ էս թերությունը մտածում, ոչ թե դեպի կարող ասենք ոչ քեզ, այսպես ասած, մեղավորը դու չես։ Հա։ Ու այս ինչ կշական ռեմոնտ են անում ստեղ երքան, հատ մեծ մեքենաների ղժոց, շատ տհաճ է, շոկի հետ էր, փոշի ասֆալտ, սաղ պոլնոստյու քանդել են, մայթերը քանդել են, զարգած ճանապարհներ են, հետաքրքիր է, ինչ պիտի դառնա վերջում, որ այսինչ քանդել են, անիմաստ քանդել են, զարգած էր, նույն ձևի քանդել են, նույնը սարքում են, տեսնենք ինչ կփոխվի, եթե երրորդ գիծ ավելացնեն, իդեալական կլինի, գոնե հասկանաց դրա համար են փոխել։ Այտենց էլի ես ինչերից էի խոսում, ես էլ մոռացա, մի խոսքով։ Այդ էլ իմ կյանքն է, ես էլ չգիտեմ, տեսից տենից խոսում եմ։ Կարոտում եմ շփումը բոլորիդ հետ, իրոք եմ ասում բոլորի, դաժե նրանք ովքեր ինձնից նեղացել գնացել են, ինձ նեղացրել են, ես էլ իրանց եմ նեղացրել, բոլորին, դաժե դրանց այդ ամեն ինչն եմ կարոտում, մի խոսքով, որովհետև ամբողջ օրը գլուխս խոթած եմ այդ գործի մեջ, Որպես արդեն կյանքից կտրվում է սա օրը գործից գործ, աշխատանքից տուն էլ չեմ համարյա նորմալ տենում, գալիս եմ տուն գլուխս լվանում է, տես փաթաթած աշկս կպնում է, 2 օր աթած մազերով, սրբիչով փաթաթած քնել եմ, վեր կացել, տեսել գլուխս ոնց որ առյուծի գլուխը լինի, տես Այդ հարսած որ սրբիչը փաթաթես, զատի տեղից էլ գանգորներով մազերյա, որ չեմ հելնում արդեն եմ, որ ասում էլ Արսանիկ գնալուս տեց կարաս քնես վեր կենասեց, ես շախտաս կնասես, արդեն լոքորները պատրաստ է։ Բնականից լավն է մազերս, բայց դե խնամք է պետք ամեն դեպքում, մտենց թած վեր եմ քնում եմ վեր կենում տենում, այսքան դառած, մինչև ֆենով մենով ես էլ ուղիղ եմ սիրում, ինչա թե իմ մազերը գանգրություն ունի, ուղիղ եմ սիրում, որ ուղիղ լինի, թարթիչներս կես թափելակ, ես չեմ հասցնում, դաժե նյութը ունեմ, կսեմ մաքրեմ։ Էй, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մենք պետք է մեզ չմոռանանք, հատկապես ես ինձ եմ ասում, ովքեր որ իրենց ամեն օր խնամում են, հասցնում են, կարողանում են, մալադեց, ժամանակը թանկվանա, 5 վայրկյան ժամանակ չունեմ վրես օգտագործելու համար, հազիվ եմ որ ասում եմ, ամենամինիմալը, հազիվ։ Ես եմ մեղավոր, ես եմ իմ ինձ սենց աշխատանքի տվել, բայց դե մարդ ես էլ ուզեցի մի քիչ շատ աշխատեմ, մի խոսքով Այտենց
Չեմ էլ հասցնում էկրանին նայեմ, դաժե այդքանին եմ կարոտում, որ հայացք սկսեմ էկրանին։ Գնահատենք մեր ժամանակը, գնահատենք մեր աշխատանքը, այն որ բոլորն ինձ ասում են, թե մեր համար ինչ ես արել, որ ժողովուրդ ջան, այս տարի ու կես են, 2 տարի ես ամեն օրյա ուղիղ եթերներ եմ արել, տեսեք ինչ եմ արել, իմ ժամանակս եմ ձեզ տրամադրել, իսկ հիմա այդ ուղիղ եթերների փոխարեն ես գումար եմ աշխատում։ Գուցե եւ մի քիչ սխալ հասկացվի իմ անընդհատ ժամանակս ձեզ տրամադրելու խոսքերից նպատակը, բայց ասում եմ այսքանով այն, որ ես ձեր ժամանակը շատ եմ գնահատում, ձեզ գնահատում եմ եւ կցանկանայի, որ ինձ էլ նույն չափով եւ նույն ձևով գնահատեիք։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտում եք, ժամանակ եք տրամադրում իմ ալիքին ինձ, բայց հատկապես այն դեպքում, երբ որ ուղիղ եթերներում մի տեսակ չի գնահատվում այդ ժամանակը, իմ համար արդեն վիրավորական է դառնում մի քիչ։ Բայց դե հիմա ինչ արած, մարդիկ տարբեր են, բոլորս ուրիշ ենք, տարբեր ենք, մեկ յուրաքանչյուր ոք իր ձևով է գնահատում դիմացինին, յուրաքանչյուր ոք իր ձևով է հասկանում դիմացինի արած, ինչպես ասում են, քայլերը քո համար։ Այդպես, սիրելիներս։ Լավ ոնց է բացվել այս երկու օրվա միջին վարկերը, ինտերպրետիվին։ Իցեմ սիրում, որ գույնը փոխում ասեն, սիրում գույնը տալիս։ Իսկ ես արդեն տուն եմ հասել, իհարկե այսօրն էլ այսպես ավարտվեց աշխատանքային եւ իհարկե տեսեք ինչ գեղեցկություն է, մտնում ենք պատիեզդը, այս հրաշքությունից ուղղակի սիրտս թուլանում է։ Սա այն դեպքն է, երբ ունենք մենք նոր կանսերժ։ Ուղղակի շնորհակալ եմ այդ կնոջից, շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Алиса, скажи, пожалуйста, как называется этот цветок Хоя? Хоя или восковой плющ названа в честь садовника Томаса Хоя. Спасибо, Алиса. И вам спасибо. А как выглядит этот цветок? Хоя – вьющееся растение с толстыми глянцевыми листьями. Цветки похожи на восковые звездочки, белые или розовые, с приятным ароматом. Листья темно-зеленые, иногда пестрые. Алиса, спасибо. Обожаю это слово. Повторите его еще раз, пожалуйста. Спасибо, Алиса, стоп. Դե սիրելիներս հույս ունենամ հավանեցիք։ Այստեղ անցած վլոգից կադրեր են, որ թթու դրեցի, այսպես հիշեցի, որ ծաղկակաղամբի թթու հասմիկս է շատ սիրում ու որոշեցի վերցնեմ ու հյուր գնամ իրեն, ոչինչ որ ընկերուհու տանն է, չեմ խանգարի։ Այդպես երեկոյան ամուսիններով ճանապարհորդություն ենք կատարում, ճանապարհվել ենք դեպի Մոսկվայի ցենտրն ու սիրտը, այսպես կոչված։ Զանգելեր ասում է, որ դե ես ասում տվոյ դոմն եմ է, կոտանն եմ։ Ամենահաճելի պահն այն է, որ դու չես քշում ավտոն։ Ամենահաճելի պահն այն է, որ դու մեքենա չես վարում եւ նկարահանումներ ես կատարում։ Սիրում եմ այս գիշերային լույսերը։ Բունագեղ լուսավոր Մոսկվան։ Ճաղանջ փողոցներ, անհասկանալի մոստեր, կամուրջներ,
50 տեսակ էսե որ ասում մոստ են սարքում իսկականից։ Մի քիչ էլ երեկոյան Մոսկվայով հիանանք սիրելիներս, դե ինչ ամուսիններով ասել խոսալով գնացինք Հասմիկիս տեսության, տեղ ենք ասել, մի բաժակ սուրճ խմել են, որ ասում երեխու թուշը պաչել է, թթուն էլ տվել իրան, շատ ուրախացավ այդքանի համար, միշտ սպասում ենք, որ ինքը գա ճանապարհը հեռու է, երեխա չի հասցնում, բայց այս անգամ մենք գնացինք սուրպրիզ արեցինք, ուրախացավ երեխես։ Այստեղ էլ ծերունի ավազակներով ճանապարհվել ենք, արդեն հետ ենք գնում, ինչ ասեմ, ասել խոսալով, ծիծաղելով գնում ենք տուն։ Այսպիսով արդեն անցավ 7 օր, մեկ շաբաթ անընդմեջ միանման, ինչ որ նկարել եմ այս վլոգի մեջ, միանման միակնթարթի պես թռավ, այսօր արդեն 13:06, այսինքն հունիսի 13-ն է, մի փոքր մի բաժակ սուրճ եմ խմում, ձեզ հետ մի թեթև կիսվում եմ մեր հին հիշողություններից, մանկության հիշողություններից, ինչպես միշտ շորտ տեսանյութերս վլոգից մի փոքրիկ հատված եմ տեղադրում, մինչև որ վլոգս կտեղադրեմ, այսքանով, այս գեղեցկությունով, այս հաճույքով, այս մանկական հին հուշերով փորձեցի կիսվել ձեզ հետ նաև, նույնպես թող մեր բոլորիս օրը բարի լինի, բարի սկսվի, բոլորիս աշխատանքային օրը, թե ընտանեկան ամեն ինչը, գործերը, ընտանեկան հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն, առողջ լինեք, հետևեք ինձ, չմոռանաք ինձ, սեղմեք զանգակոճակին եւ միշտ սպասեք թե իմ վլոգներին, թե իմ ուրիշ եթերներին, մի կաթիլ անգամ ժամանակի դեպքում միշտ ձեզ հետ եմ սիրելիներս։